տեղեկացեք, որ հակակոռուպցիոն կոմիտեն մտել էր քաղաքապետարան եւ արդեն 2 ձերբակալված պաշտոնական անձ կա։ Լուրի մասին տեղեկացել եմ, բայց ավել բան չեմ կարող մեկնաբանել։ Անգամ տեղյակ չեմ թե ովքեր են կամ որ բաժնի կամ որ վարչության աշխատակիցներ են, լրահոսով տեղեկացա, որ ձերբակալություններ են տեղի ունեցել։ Իսկ տեղյակ չեք ովքեր են այդ անձիկ։ Արդեն ասացի, որ տեղյակ չեմ, անգամ որ վարչությունից են կամ որ բաժնից են։ Եվ նաև վերջին իրադարձությունների շուրջ, տեսեք Գեորգ Ստեփանյանի մեքենան վառեցին, դուք այստեղ քաղաքական հետապնդումներ չեք տեսնում։ Ես իհարկե ցավում եմ նման դեպքի եւ պատահարի համար, բայց բնականաբար քաղաքական ոչ մի հետապնդում չի կարող լինել։ Ինչի համար, ասենք քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Ստեփանյանն էր հայտարարել, որ անձնական որևէ ճշտամանք։ Գուցե ինքը այդպես մեկնաբանի, իր կարծիքն է, իր իրավունքն է, բայց նորից եմ կրկնում եւ պաշտոնապես հայտարարում եմ, ԿՊ-ն չի կարող, չի զբաղվում երբևիցե պատվերներով, հաշվեհարդարներով եւ նմանատիպ ձեռագիրը երբևիցե չի կարող պիտակավորվել կամ համեմատվել եւ կապվել ԿՊ-ի հետ։ Այդ գործունեությամբ զբաղվել են ժամանակին 20-30 տարի առաջ, մենք հիշում ենք, ում իշխանության օրոք եւ ինչ հաշվեհարդարներ եւ ինչ քաղաքական հետապնդումներ են արել, մնացած հա տարբեր քաղաքական գործիչների կամ չգիտեմ, այլ համակարգ։ Այսօր ինչպես է գնահատում Տիգրան Տեր-Մարգարյանի պահվածքը, որ այսպես խմբակային բլոգերին ծեծի են ենթարկում միայն այն բանի համար, որ հասարակական այսպես խնդիրներ է բարձրացել։ Նայեք, մենք ֆրակցիան տվել է պաշտոնապես հրապարակում եւ դիրքորոշում է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ կրկնեմ, մենք մերժում ենք ցանկացած տիպի եւ տեսակի բռնությունը եւ չենք ընդունում, դա մեզ համար անընդունելի է, ինչպես եւ անընդունել է նման ձեռագրով, նման ոճով, իբր թե հանրային վերահսկողության կամ գործունեության քողի ներքո կատարել անպարկեշտ քայլեր, անպարկեշտ անվանարկումներ, վարկաբեկումներ եւ վիրավորական գործունեություն ծավալել շատ եւ շատ մարդկանց եւ գործիչների նկատմամբ, ովքեր ընդհանրապես անգամ գուցեև չեն առնչվում հարցին, բայց դառնում են, չգիտես ինչու, ուղիղ հարցի արծիատերը, հենց իրենք են դառնում եւ իրենք են թիրախավորվում եւ վարկաբեկության համար ով է պատասխան տալու նման ճակերտավոր բլոգերների հանրային գործունեության համար։ Բլոգերի բարձրացրած հանրային խնդիրները, մանկապարտեզները ու մյուս խնդիրները, հա, ի վերջո լուծում գտնելու են։ Բնականաբար բոլոր խնդիրները լուծում գտնելու են։ Այն խնդիրները, որ նորից եմ տեղ հանձնում ընդունում չի եղել, կատարողական ավարտական չի ստորագրվել, այսինքն դա է փաստացի ավարտական աշխատանքը, երբ որ ամբողջությամբ կատարողականները կատարվում են եւ աշխատանքը ընդունվում է։ Այդ աշխատանքը դեռ թերի է կամ մասամբ է կատարված։ Այն մասը, որ չի կատարվել կամ թերի է կատարվել, բնականաբար ենթակա է կատարման։ Եվ բնականաբար չկան որևիցե արտոնյաներ եւ օրենքի ուժով, օրենքի համաձայն ըստ ընթացակարգերի կձեռնարկվեն համապատասխան բոլոր միջոցառումները։